Ջոն Բիվիր, Գոդրել երկչոդությունը, Ներածություն։ Շատ քրիստոնյաներ կբادرազմին վախի թեմ, շատերն ալ ավելի շատ կգրվին վախի հետևանքներու թեմ, մինչդեռ պետք է բայկարին ադոր ագունքին թեմ։ Բادرացուցեք թանկարժեք կահավորանքով շքեղ դունմը, որ սակայն դանիք չունի, հորթարատ անցրև կուկա եւ գողողե ամբողջ դունը, գրեթե ամեն ինչ գավերի, երկար ժամանակ կբահանջվի աղդոտ ու ոչ բիդանի թարցած գահույքեն ազատելու, հակուստները եւ հադագը մաքրելու համար։ Հետո դանդերը չանասիրապար պետք է աշխատի, որբեսի նորեն ցերկ ցկե այն ամենը, ինչ որ փճացած է։ Մեկ կորձը թեր չավարտած, փոթորիկը գավերե նորոքածը, հուսախապված ան նորեն կսկսի վերականգնման ցանցրալի եւ վհադեցնող աշխատանքը։ Գարջադեվ թաթարեն ետք անցրևը գրգին կգործանե ամեն բան եւ հերթական անցրևի հետևանքները վերականգնելեն հոգնած մարդը գսբարե իր ուժն ու կարողությունը։ Հուսալքված ան գթադրի բայկարելե եւ կհամագերբի իրավիճակին հավատալով իր ճակատագրին։ Անշուշտ ասիգա անհետեցություն է, հավանաբար թուն կմտածես, ինչու ան չեր ամրացներ դանիքը ադորմով ան ոչինչ կգործընծներ, ինչ հիմար մարդ է, բայց եւ այնպես այս դեսարանը կփնորոշե շատ շատերուն, որոնք կբայքարին վախի թեմ։ Անոնք վախի զորությունը գոդրելու փոխարեն գճանան շտկել ադոր հետևանքները, հիասթափությունը, շփոթվածությունը, հուսահատությունը։ Ոմանք ալ կբայքարին վախի թեմ թիմելով հոգեբաններուն, որբեսի սորվին թե ինչպես վարվին իրենց վախին հետ։ Մյուսներն իրենց կյանքը կհանցնեն երկչոդության ստրգությանը, վախնալով ազատության հույս ունենալե։ Այս երկուքն ալ նման են առանց դանիքի թրջված գահույքով բնակարանին մեջ ապրելուն։ Ոմանք ալ կմեգուսանան։ Հուսահատած անոնք ընդհանրապես կլքեն իրենց հեղեղված դունը։ Այս գիրքի ուղերձը ցեզի պիտի չսորվեցնե բայկարիլ, այլ այն պիտի բացահայտե բոլոր վախերեն եւ երկչոդութենեն ազատելու Աստուծո ճանապարհը, որմե հետո դուք գրնաք իրականացնել Աստուծո գոչումը ձեր կյանքին մեջ։ Ես շատ ժամեր անցուցած եմ համագարկիչին առջև այս գիրքին վրա աշխատելու ընթացքին եւ խնդրած եմ Տիրոջ առաջնորդությունը։ Արդումը, երբ կաշխատեի գիրքին վրա, իմ սենյակին մեջ սկացի Տիրոջ ներկայությունը։ Ոտքի գեցա համագարկիչին կովեն եւ սկսա քալել ու աղոթել։ Երբ գաղոթեի, Տիրոջ մարգարեական հոգին իջավ իմ վրա եւ այս խոսքերը դուրս ելան. Որդիս, կան շատերը, որոնք իրենց կանվանեն վերջին օրերու իմ հզոր փանագի հավատացյալներ, բայց կապված են վախով։ Անոնք Աստուծո եւ մարդոց առջև մաքուր սիրտ ունին, բայց եւ այնպես Քեթեոնի պես բռնված են մարդկային վախեն։ Թադավորած 6-8 գլուխները։ Բարգևները, որոնք ես թրած եմ անոնց մեջ, հանգած են։ Ես գոձեմ այս գիրքի ուղերձը, որբեսի անոնց մեջ շատերը ազատագրվին։ Այդ մարդիկ ոտքի կգենան եւ առանց վախի կհնազանդին ինձի։ Անոնք գլան քաչ բادرազմողներ եւ իրենց Աստուծո զորությամբ ծնունդ կուտան մեծ հաղթանակներու։ Ասիգա ընդամենը աստվածաբանական ուսուցումը չէ։ Դարիներ շարունակ ես բռնված էի վախով։ Ամենամեծ խոչընդոտը, որուն ես կհանդիպեի, այն էր, որ չէի գիտեր իմ խնդիրներու ագունքը։ Աստված բացահայտեց այդ չար թշնամիին։ Ադգե հետո Աստված օգտագործեց այս ուղերձը ողջ աշխարհի մեջ գտնվող քրիստոնյաներուն ազատագրելու համար։ Ավակմը այսպես արտահայտվեցավ բացականչելով. այս ուղերձը Ամերիկայի մեջ պետք է ըլլա յուրաքանչյուր հովիվի ցերքը։ Այս բադկամը միայն հովիվներու համար չէ, այլ եկեղեցվո յուրաքանչյուր անդամի։ Ես չեմ հավատար, թե պատահականություն է, որ այս գիրքը կուցերքերուն մեջ է։ Երբ դուն ազատագրվիս, կխնդրեմ փոխանցե այս ուղերձը անոնց, որոնք ունին ադոր գարիքը։ Երբ դու փոխանցես այն, ուղերձը քու մեջ ավելի կզորանա։ Ես կքաչալերեմ քեզի, որ աղոթքի մեջ միանաս ինձի, երբ սկսես լսել այս աուդիո գիրքը։
Գխնդրեմ, բաց քու սիրտը եւ խոսիր այս բառերը Աստուծո ներկայության մեջ։ Հայր, իմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով ես կխնդրեմ Սուրբ Հոգիեն, որ հայտնե քու խոսքը ինձի, երբ լսեմ այս աուդիոգիրքը։ Գխնդրեմ բացահայտե եւ հեռացուր իմ կյանքեն ամեն տեսակի անվստահություն, որբեսի վախի արմատը չոռնա։ Թող ես ավելի մոտենամ քեզի եւ համարձակ վկայեմ իմ Տեր Հիսուս Քրիստոսին։